Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, ես ուզում եմ այս հաղորդումով բժշկական, մասնագիտական, այնուամենայնիվ սրանով իմ աջակցությունը հայտնել հացադուլի մեջ արդեն 14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանին իմ աջակցությունը հայտնել։ Եվ ուզում եմ ներկայացնեմ բժշկական տեսանկյունից ինչա տեղի ունենում օրգանիզմի հետ հացադուլի ժամանակ մարդուն ինչ փոփոխություններ են լինում եւ ինչ վտանգներ են սպառնում։ Դուք գիտեք, որ առանց ջրի մարդը մինչև 7 օր կարող է ապրել, առանց հացի մինչև 60 օր, չգիտեմ, 50-60 օր կարող է մարդը ապրել։ Սակայն ես հիմա կներկայացնեմ այն փոփոխությունները, այն պրոցեսները, որոնք հացադուլավորի օրգանիզմում տեղի են ունենում եւ որոնք կարող են ամեն օր դարձնել ճակատագրական նման ռիսկի գնացած, նման անձնազոհության գնացած անձի համար։ Ուրեմն տեսեք, 1 օր, 2 օր, նույնիսկ 3 օր սովը առանձնակի, այսպես ծանր մեծ հետևանք չի թողնում օրգանիզմի վրա, ինչու, որովհետև մենք ունենք կուտակած լյարդում հատկապես, կուտակած, այն մկաններում էլ կան, կուտակված գլիկոգենի պաշար, որոնք քայքայվում են եւ շաքարի փոխարեն, որը մեր օրգանիզմի հիմնական էներգետիկ վառելիքն է, վառելանյութն է, շաքարի փոխարեն օգտագործվում են օրգանիզմի կողմից։ Սակայն մինչև 24 ժամ, 24 ժամից հետո այլևս վերանում է այդ պաշարը գլիկոգենի, այսինքն պահեստավորված շաքարի եւ օրգանիզմը աստիճանաբար հրաժարվում է այսպես դրսից եկած կամ ներսում կուտակված շաքարի օգտագործումից, որտեղ չկա այդ շաքարը եւ անցնում է սպիտակուցների եւ ճարպերի քայքայմանը։ Սպիտակուցները դա մեր մկաններն են, սպիտակուցները արյան մեջ շրջանառող սպիտակուցներն են, որոնք շատ կարևոր են, կենսական նշանակություն ունեն։ Ճարպերը դե գիտեք, դա ճարպերն են, հատկապես ենթամաշկային ճարպաշերտը կամ ասենք ներվորովայնային վիսցերալ ճարպային բջջանք։ Սա պաշար է հանդիսանում սպառման համար։ Բայց եթե մենք ստանում ենք դրսից, եթե մենք օրգանիզմում ունենք կուտակած պաշար եւ ունենք մկաններ, որոնք կարանելի քայքայվեն եւ սնունդ հանդիսանան օրգանիզմի համար, վառելիք հանդիսանան գլխուղեղի համար, ապա մենք օրգանիզմում չունենք պահեստավորած ջրալույծ վիտամիններ, հատկապես B խմբի վիտամիններ, որոնք նույնպես շատ կարևոր են, կենսական են թե ուղեղի գործունեության համար, թե իմուն համակարգի ֆունկցիան իրականացնելու համար։ Այնպես որ 2-3 օր անց օրգանիզմը անցնում է ճարպերի մաշմանը։ Եվ որքան օրգանիզմում կուտակված պաշար կա, այնքան աստիճանաբար ճարպերի քայքայումը, այսպես գործարկվում է։ Հիմա տեսեք, եթե առաջին օրերին սովի, հացադուլի խիստ սաստիկ ակտիվացած է սովի զգացումը, ապա մի քանի օր անց այդ սովի զգացումը կարա այդ աստիճան սաստիկ չլինի, որտեղ քայքայվող ճարպերի եւ ուղեղի համար էներգիայի աղբյուր հանդիսացող կետոնների, հատուկ մոլեկուլներ են, կետոնների քանակը արյան մեջ բարձրանալուց ընկճվում է սովի զգացումը, բայց սա ամենևին չի նշանակում, որ օրգանիզմը ազատվում է ռիսկերից, վտանգներից, հակառակը, սա նշանակում է, որ օրգանիզմը կարող է էլ ավելի խորանա վտանգավոր բարդությունների մեջ, սակայն օրգանիզմը հացադուլավորը դա կարա չնկատի։ Եվ երրորդ օրից սկսած արդեն սկսում են մաշվել պահեստային հյուսվածքները։ Պահեստային հյուսվածքների մաշվածությանը զուգահեռ որևիցե տեղից կրկնում են վիտամինային, կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, որոնք կարևորագույն էլեկտրոլիտներ են, պաշարներ հատուկ, վրա ոսկրերում կա, ասենք թե ֆոսֆորի պաշարներ, բայց օրինակ կալիումի պաշարներ առանձնակի չկա։ Եվ ինչա տեղի ունենում, սրանք հատկապես կետոնային մարմինները երիկամներով արտաթորելի արդյունքում օրգանիզմում պակասում է կալիումը, մագնեզիումը, հնարավոր է նաև ֆոսֆորը։
Կալիումը խիստ անհրաժեշտ է սրտամկանի ճիշտ գծողականության եւ ճիշտ ռիթմի համար։ Եվ եթե օրգանիզմը դա կորցնում է, դա կարա վտանգի սրտամկանի, սրտի ճիշտ աշխատանքը։ Մի քանի օրերի ընթացքում, այսինքն եւս այդ մեր իմացած 2-3 օրվան ավելացնում ենք եւս մի 7-8 օր, արդյունքում ստանում ենք ինչ, արդյունքում ստանում ենք մի վիճակ, երբ որ օրգանիզմը էներգետիկ պահանջները ապահովելու համար դեռևս սեփական ճարպային հյուսվածքը, եթե այդպեսին մնացել է, կամ նույնիսկ սեփական մկանները կարա քայքայի, բայց վիտամինի եւ էլեկտրոլիտների լրացուցիչ աղբյուրներ չունի։ Արդյունքում ընկնում է մարդու իմունիտետը, թուլանում է, ուշադրության, հավասարակշռության, սրտի զարկերն են դանդաղում, ճնշումն է դանդաղում, ճնշումն է իջնում, մարմնի ջերմաստիճանն է ընկնում, օրգանիզմը անցնում է էներգախնայող ռեժիմի։ Այս ռեժիմն էլ անվերջ չի կարա շարունակվի։ Եվ մոտավորապես 8-ից 10-րդ օրվանից մինչև 20-21-րդ օրը օրգանիզմի համար սկսում են լրջագույն փորձությունների շրջան, մասնավորապես կրկնում եմ, եթե իմուն համակարգի համար, սիրտանոթային համակարգի համար եւ ինչու ոչ, նաեւ կենտրոնական նյարդային համակարգի գործունեության համար։ Իսկ հացադուլավոր մարդը դուք հասկանում եք, որ դա կամքի ուժ պահանջող, ուշադրության կոնցենտրացիա պահանջող, վճռականություն պահանջող ակցիա է։ Քաղաքական եւ ոչ միայն քաղաքական լուրջ բողոքի ընդդիմանալու ակցիա է։ Մարդուն գերագետ փաստարկված հարցեր տալու համար տարել փակել են բերդում։ Այն դատավորը, որ իրան ուրեմն կալանքի որոշում է կայացրել, այն իրավապահները, որոնք մեկ հոգու ցուցումով, ում ցուցումով շատ լավ գիտեք, ձերբակալություն են նախաձեռնել, այս ամեն ինչը ագրեսիա է եղել, չհիմնավորված, անարդարացի, իրավունքների ոտնահարմամբ, ագրեսիա եղել մարդու նկատմամբ։ Դրան ի պատասխան մարդուն պետք է կամքի ուժ, ուղեղի սթափություն, ինչը արդեն 8-10-րդ օրվանից սկսած մեծ հարցականի եւ մեծ ռիսկի տակ է, ու մարդուն առավել եւս հացադուլավորին, այսինքն ակցիա իրականացնողին մեծ ջանք է պահանջվելու հաստատակամ լինի եւ շարունակի իր այսպես լուր համար պայքարը։ Այս ժամանակահատվածում, եթե Աստված մի արածցե, այդ մարդը միտեղ մրսեց, մի վիրուս միտեղից կպցրեց, մի ինչ-որ միտեղից իմուն համակարգի նկատմամբ որևիցե ճնշում եղավ, կարա շատ լուրջ եւ բարդ խնդիրների առաջ կանգնի առողջական։ Եթե հանգարտ Աստված մի արածցե, Արթուր Օսիպյանի օրգանիզմ կա մի թաքնված սիրտանոթային հիվանդություն, իսկ իր տարիքում արդեն սկսում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկերը։ Շատերը լսած կլինեք, որ ջահել երիտասարդ, հատկապես տղամարդկանց մոտ ռիսկերը բարձր, մեկ էլ հոպ ինֆարկտից մահացավ, մեկ էլ հոպ մի հատ անևրիզմա պատռվավ, մահացավ։ Դա լսել եք։ Այն նման շրջանում, եթե օրգանիզմում կան թաքնված այսպիսի խնդիրներ, իսկ գիտեք հացադուլի գնալուց առաջ կամ ձերբակալվելուց առաջ այնպես չի, որ Արթուր Օսիպյանը գնացել, հատուկ բժշկական քննություն է անցել, նոր գնացել է, ասենք, վարչապետին հարցեր տալու։ Մարդը մի օր որոշել գնացել է հարցեր տալու։ Դրանից առաջ հատուկ նախապատրաստական փորձաքննություն չի անցել։ Այնպես որ հարգելի իրավապահներ, ձեր վզով է լինելու, եթե հանգարց Արթուր Օսիպյանի հետ կապված որևիցե բարդություն զարգացավ։ Թե ինֆեկցիոն բնույթի, թե սիրտանոթային բնույթի, թե արյան ճնշման հետ կապված ժամանակի ընթացքում արդեն այսօր 14-րդ օրն է, մի քանի օրից լրանում է նաև քրիտիկական այս փուլը նույնպես եւ անցնում ենք այն ոնց որ ասած ավելի մեծ եւ ավելի լուրջ վնասներին, երբ որ ճարպային հյուսվածք չկա, որպիսի օրգանիզմը մարսի, օրգանիզմը ավելի շատ կենտրոնանում է մկանային հյուսվածքի քայքայման վրա կամ ներքին օրգանների սպիտակուցների քայքայման վրա։ Կախված է քանի շաբաթ կտևի այս հացադուլը։
Այդ ներքին օրգանները, այսինքն դուք հասկանում եք, չէ՞, մարդը ինքը իր ներսից մարսում է, օրգանիզմը ինքը իրեն ներսից ուտում է, եւ սա ոչ թե այսպես հոգեբանական նկարագրություն է կամ այսպես գեղարվեստական նկարագրություն, այլ բառից բուն իմաստով հացադուլավոր մարդու օրգանիզմը դրսից սնունդ չստանալով, միայն ջուր ստանալով ներսից ուտում է սեփական հյուսվածքները։ Այդ սեփական հյուսվածքների մեջ է մտնում երիկամային հյուսվածքի, օրինակ, սպիտակուցները, սրտամկանի սպիտակուցները։ Այս երկուսը կենսական նշանակություն են։ Իհարկե այնտեղ աղիքների հետ էլ փոփոխություններ լինում, մաշվածություն լինում, իհարկե այնտեղ տարբեր գեղձային հյուսվածքների հետ փոփոխություն լինում, վահանագեղձի ֆունկցիան է տուժում, անկում ապրում, որովհետև մեծ նյութափոխանակություն օրգանիզմին պետք չի, պետքա խնայողաբար աշխատի եւ նյութափոխանակությունը պահի հնարավորինս ցածր մակարդակի վրա։ Բայց այս փուլում առավել վտանգավոր են սիրտանոթային եւ երիկամային բարդությունները։ Ինչու՞, որովհետեւ ասացի, երբ որ արդեն 20, 21, 22, 25, 24 օրերը անցել են, օրգանիզմը ուտում է, յուրացնում է, քայքայում է սեփական մկանային եւ սեփական ներքին օրգանների ուրեմն սպիտակուցը, հյուսվածքը։ Հիմա պատկերացրեք, եթե ձեռքի մկաններն են ատրոֆիայի ենթարկվում, կախեքսիայի ենթարկվում, մաշվածության։ Սա մի բան է, բայց երբ որ սրտամկանն է նույն մաշվածությանը ենթարկվում, սա արդեն դեռ ուրիշ խնդիր է եւ բոլորովին ուրիշ նշանակություն ունի։ Սրան գումարած էլի N վիտամինային պակասը ջրալույծ վիտամինների, B խմբի վիտամինների, B1 վիտամինը, հատկապես թիամինը, B խմբի վիտամինների, որոնք պահեստներ չկան, որոնք չեն դրսից լրացուցիչ չափաբաժիններ օրգանիզմի չեն մտնում։ Եվ արդյունքում էլ ավելի է մեծանում հանկարծամահության կամ մահվան ռիսկերը։ Ու սա ուղիղ կապ ունի հացադուլի տևողության հետ։ Այն դեպքում, եթե ամեն ինչ օրգանիզմում կարգին է, եղել ի սկզբանե, իսկ եթե հնդածս լրացուցիչ ինֆեկցիաներ, բարդություններ կամ ինչ-որ թաքնված հիվանդություն ա եղել, ապա շատ ավելի վատ։ Էլեկտրոլիտների չլրացնելը բերում է բջիջների, այսինքն հյուսվածքներում ավելի մեծ վնասման։ Ավելին ես ձեզ այսպիսի բան մի օրինակ բերեմ, սրա մասին մի քանի անգամ խոսել եմ նաև Արցախահայության բլոկադայի ժամանակ, գոյություն ունի այսպես կոչված refeeding syndrome կամ վերասնման համախտանիշ, որը առաջի անգամ նկատել են ամերիկացի զինվորների մոտ, ովքեր գերի են եղել ճապոնացիների մոտ։ Երբ որ ամերիկացիները իրենց զինվորներին գերությունից ազատում են, եւ գերության մեջ նրանք իհարկե սովի քաղցի եւ ծանր պայմաններում են ապրելիս լինում, եւ բերում են արդեն իրենց հիմնական բազա, եթե չեմ սխալվում, Ֆիլիպիններում, իրենց տեղակայման հիմնական տեղակայման վայր են բերում, այս գերիներին ազատ արձակելուց հետո առաջին իսկ սնունդ ընդունման ժամանակ լինում են հանկարծամահություններ եւ սրտի կանգի դեպքեր։ Երբ որ ուսումնասիրում են, թե ինչն է պատճառը, որ երկարատև սովից հետո մարդկանց մոտ հաց ուտելուց անմիջապես առաջանում է սրտի կանգ, մեկ ուրիշ դեպքերում կարան լինեն ուղեղային երևույթներ, էնցեֆալոպաթիա, որոշ դեպքերում եթե շատ խորն է վիճակը ընդհանուր միջև անդառնալի հոգեկան ուրեմն շեղումներ, անդառնալի։ Մի խոսքով այս հանկարծամահության դեպքերի ուսումնասիրած պարզվում են, որ այդ ամբողջ ընթացքում կալիումը որպես միկրոլիտ, որ ասում են, կալիումի դեֆիցիտը օրգանիզմում բերում հասցնում է նրան, որ հաց ուտելու ժամանակ կտրուկ կալիումի պահանջարկ է ստանում օրգանիզմը, որը չի կարողանում բավարարել եւ սիրտը ուղղակի արյան մեջ կալիումի ցածր մակարդակի պատճառով կանգ է առնում։ Տեղի ունենում հանկարծամահություն։ Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ նման համախտանիշ կարա զարգանա մարդու մոտ նույնիսկ ուշադրություն, նույնիսկ 7 օր քաղցի դեպքում, 7 օր, պատկերացնում եք ինչի մասին է խոսքը, նույնիսկ 7 օր քաղցի դեպքում կրկնակի սնունդը, այսինքն վերստին վերադառնալով նորմալ ռեժիմի սնունդ ընդունելու մարդու մոտ կարա առաջանա ահա այդ refeeding syndrome, հանկարծամահությունը, նույնիսկ, չգիտեմ, 10, 15, 20 օր վիտամինային դեֆիցիտի
սովի եւ վիտամինային դեֆիցիտի արդյունքում վերստին սնուցումը մարդու մոտ կարող առաջացնի ուղեղային երևույթներ, լրջագույն երևույթներ, ուղեղում բջիջների այտուց։ Իսկ ավելի խորը ծանր դեպքերում անդառնալի շեղումներ կենտրոնական նյարդային համակարգի գործունեության։ Ուզում եմ ասեմ, այդ հացադուլ ասվածը այդքան էլ պարզ, պրիմիտիվ, այնպես սովորական բան չի, որը մենք թերթերում ժամանակին լսում էինք, հիմա արդեն, չգիտեմ, ինտերնետային տարբեր կայքերում կարդում ենք, դե մարդը հացադուլ է հայտարարել։ Այս ինչի ձերբակալել են, հացադուլ է արել։ Այս ինչը ինչ որ քաղաքական ակցիա է անում, հացադուլ է արել։ Դա շատ լուրջ բժշկական խնդրեմ, շատ լուրջ։ Եվ դրան չի կարելի այդպես մատների արանքով նայել։ Իսկ ինչու եմ ես հիմա դրան անդրադառնում, որտեղ 14 օրը դա արդեն լուրջ ռիսկային ժամկետ է, 14 օր հացադուլի մեջ է։ Արթուր Օսիպյանն էլ այնպես չի, որ չաղ ու բախտավոր անձնավորություն է, կամ չգիտեմ 100 հոգի գլխին կանգնած է, ամբողջ պետական ապարատը խառնվել է իրար, բժիշկներին ամեն օր այսպես հերթապահության են նշանակի, հանգարց մի բան չլինի։ Ես պատկերացնում եմ անտերության այն մակարդակը, որ կարա լինի այսօրվա իրական Հայաստանի պայմաններում հացադուլ արած անձնավորության նկատմամբ։ Ես դա պատկերացնում եմ։ Լրջագույն խնդիրներով մարդիկ գնում են հիվանդանոց, ասում են հերթ կանգնի, մի ամսից հերթ կհասնի։ Հա, մեր ապահովագրության բարիքներն են, արդեն կամաց այսպես երևում է հետևանքները, բարիքները իհարկե չակերտավոր։ Բա պատկերացրեք կալանավորի հետ ոնց են վարվելու, կալանավայրում ոնց են վարվելու։ Այսինքն ստեղ ուշադրության խնդիրը հույժ կարևոր է, հատկապես այդ թերակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի կողմից, որոնք ես չգիտեմ ինչ հնարավորություններ ունեն, բայց հույժ կարևոր է իրանց զգոնությունն ու ուշադրությունը, որովհետև թեև մենք էլի ենք ունեցել քաղբանտարկյալներ, Միքայել Սրբազանից սկսած, որը նույնպես քաղբանտարկյալ է, բայց Արթուր Օսիպյանի դեպքը այսպես ամենևին խիստ անսպասելի, էլի ծայրահեղ անսպասելի, ասենք եթե իմացել ես, որ լավ, այս մարդիկ հանրային դեմքեր են, կարող են համազգային շարժման լիդեր հանդիսանալ, օրինակ կրկնում եմ Միքայել arczepiskopos Աճապահյանի հետ կապված հասկանալի էր իշխանությունների մտավախությունը, Արթուր Օսիպյանի դեպքում ամենևին հասկանալի չի։ Ու դա խորքում ես հասկանում եմ ինչա, բայց ամենևին կանխատեսելի չէր, որ այդ աստիճան անիրավության, հակաօրինական եւ այդ աստիճան բանը շեֆի քմահաճույքին, այդ աստիճան գրպանային իրավապահություն եւ այդ աստիճան գրպանային դատավարություն տեղի կունենա, որ մարդուն նախ սկզբում ձերբակալեն, հետո կալանավորեն։ Մի խոսքով, այս ամեն ինչը իմ կողմից աջակցությունս եմ հայտնում, այս ամեն ինչով իմ կողմից աջակցությունս եմ հայտնում Արթուր Օսիպյանին, ողջունում եմ ընդհանրապես նրա համարձակությունը, չեմ ասի թե հացադուլն եմ ողջունում, բայց նրա համարձակությունը, նրա այս սկզբունքայնությունը ողջունում եմ եւ հանրության ուշադրությունն եմ հրավիրում այս հարցի վրա, ժողովուրդ ջան, հացադուլը դա պարզապես վերնագիր չի մամուլում հրապարակված տեքստերի վրա, հացադուլը դա լուրջ բժշկական խնդիր է եւ այս ծայրահեղ քայլին գնացած անձի եւ ընդհանրապես անձանց եւ բայց հատկապես Արթուր Օսիպյանի հարցին պետքա մեր ուշադրությունը հրավիրենք, մեր ուշադրության կենտրոնում պահենք, Գեղամը գիտեմ, երեք էր հայտարարել, որ այսօր պիտի սկսի նստացույցը, տղեկը մասնավորապես Տիգրանը Պետրոսյան տեսել եմ իհարկե տեսանյութերով, որ հրապարակում արդեն մի քանի օր ակցիա է անում։ Սա էլ մի խոսքով լրացուցիչ ազդակ, լրացուցիչ գրգիր մեր հանրությանը, որ ժողովուրդ ջան, խնդրում եմ լրջացեք, խնդրում եմ ուշադիր եղեք, մի պահ ձեր առօրյա հոգսերից կամ առօրյա երջանկությունից, մի պահ, մի թեթև, մի աննշան, սթափվեք
եւ մտածեք այն մասին, որ արդեն 14 օր հենց այնպես ազատ խոսքի համար իդեպ այսօր գործող Միացյալ Նահանգների սահմանադրության լրացումներից իրավունքների մասին Bill of Rights իրավունքների բիլի առաջին հոդվածն է խոսքի ազատությունը, համոզմունքների ազատությունը եւ դրանք արտահայտելու ազատությունը առաջին հոդվածն է եւ ընդհանրեն այդ առաջին հոդվածից օգտվելու համար Օսիպյանն այսօր ճաղերի հետևում է եւ երկրորդ հոդվածը իդեպ զենքի իրավունքն է, որով հաստատվում է ապստամբության իրավունքը ըստ ԱՄՆ սահմանադրության, որ առաջին հոդված խոսքի ազատություն, իսկ եթե իշխանությունը ոտնահարում է այդ իրավունքը, ապա ցանկացած մեկ իրավունք ունի ինքնապաշտպանվելու այդ իրավունքի նկատմամբ ոտնձգությունից։ Ցավոք մեր մշակույթում, մեր իրավագիտակցության մեջ նման ինքնապաշտպանության հարցը շատ այսպես հեռավոր մի բան է թվում, բայց Արթուրը գնացել է այլ ճանապարհով եւ հացադուլով է փորձում պայքարել իր իրավունքների եւ ոչ միայն իր ամբողջ արցախահայության եւ ամբողջ հայության հայ ազգի, այսինքն քաղաքականապես կազմակերպված, պետականորեն կազմակերպված հայ ժողովրդի հետ կազմակերպված հատվածի, որի անունը դնում ենք հայ ազգ, այ հայ ազգի անունից եւ հայ ազգի համար պայքարի այս տարբերակն է որոշել։ Հուսամ նա միակը չի մեր երկրում, հուսամ Արթուրի այս քայլը մեր կողմից չի դառնա որպես ինչ-որ մի հատ սենց օտար հեռվում այլոց վերաբերվող հարց։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։